ունի մարդը ազատություն, թե չունի մարդը ազատություն, մարդը ինքն է որոշում իր ապագան, թե այնուամենայնիվ ինչ որ ուժերի կամակատարն է որոշակի ժամանակահատվածում Միխալկովը մի ֆիլմ ունի, Սիբիրսկի ցիրուլնիկ, Սիբիրյան սապրիչը, որտեղ հերոսներից մեկը մյուսին ասում է, ինձ թվում է, человек праведник чей-то воли, մարդը միայն ինչ որ մեկի կամքի իրականացնողն է։ Այս կամքի ազատության բացակայության թեման մշտապես ինձ հուզել է։ Հրաշալի գրականություն կա թեմային առնչվող, սկսած Սոֆոկլեսի Էդիպոս տրագեդիայից վերջացրած ժամանակակից փիլիսոփաներ կան, մասնագետներ կան, հոգեբաններ կան, որոնք խոսում են թեմայի մասին, Տատյանա Չերնիգովսկայան է խոսում, Ռոբերտ Սապոլսկին գրքեր ունի այս թեմայի վերաբերյալ, Անդրեյ Բաումեստերը բազմաթիվ լեկցիաներ ունի թեմային առնչվող, թեմայի վերաբերյալ է Մարտին Լյութերի ու Էրազմ Ռոտերդամացու հայտնի վեճը, նրանց տրակտատները, թեմայի վերաբերյալ է նաև հարգելի բարեկամներ, ուրեմն հին կտակարանյան մի գիրք կա հրաշալի, Հոբի գիրքը, որտեղ Աստված թույլ է տալիս սատանային, Աստված թույլ է տալիս չարին, որպեսզի կպնի Հոբի ունեցվածքին, շրջապատին, երկրորդ էտապն է հետագայում գալիս, փորձության երկրորդ էտապն է գալիս, որտեղ Աստված թույլ է տալիս, որպեսզի սատանան չարը կպնի Հոբի մարմնին, ֆիզիկապես ներգործի իր վրա եւ թվում է թե ուր որը է արդեն պիտի երրորդ էտապը գա եւ Աստված պիտի թույլ տա կպնի Հոբի հոգուն, բայց դա տեղի չի ունենում։ Եվ թեմային է վերաբերում նաև հարգելի բարեկամներ, այս թեմային է վերաբերում, ոչ միայն այս թեմային է վերաբերում, ընդհանրապես շատ մասնագետներ ասում են, որ Գյոտեի Ֆաուստը Հոբի գրքի յուրօրինակ շարունակությունն է։ Եվ եթե առաջին երկրորդ բանում է մասերում միայն արդեն շրջապատն է, ունեցվածքն է եւ առողջությունն է, եւ Ֆաուստում արդեն երրորդ աստիճանն է գալիս, երրորդ ֆրագմենտն է գալիս, որտեղ արդեն Մեֆիստոֆելը կպնում է Ֆաուստի հոգուն, իսկ երբ հոգուտ է կպնում, դու ցանկացած մարդ արդեն անզոր է, եւ սա է պատճառը, որ Ֆաուստը անզոր լինելով այդ ամենի դեմ, այնուամենայնիվ դառնալով ամենավերջին սրիկան, փրկվում է Աստծո կողմից։ Քիչ առաջ ես հարգելի բարեկամներ ստացա Գրեգորի Կլարկի այս հրաշալի գիրքը, որտեղ արդեն տնտեսագիտական տեսանկյունից է ուսումնասիրվում, թե ինչքանով է մարդը ազատ, թե ինչպես է իր շրջապատը, իր ընտանիքը, իր բարեկամական կապերը, ինչպես են ազդում շատ դեպքերում կանխորոշում իր հետագան արդեն տնտեսական տեսանկյունից, в отцах и детях приводится углубленный разбор не только способности или неспособности детей подняться на более высокий социально-экономический уровень по сравнению с их родителями, но и неожиданного значения семьи с точки зрения процветания в целом. Եվս մի գիրք եմ ստացել, Բերդյաև «Истоки и смысл русского коммунизма». Ես ժամանակ առ ժամանակ երկրի պոպուլարիզացիայի համար այսպիսի փոքրիկ տեսանյութեր եմ հրապարակում, մշտապես խորհուրդ եմ տվել, խորհուրդ եմ տալիս, թե իմ ուսանողներին, թե իմ հետևորդներին գրքեր կարդալ, ճիշտ է գիրք կարդալը դժվար է հիմա հիմնականում մարդիկ կարդում են կարճ տեքստեր, բայց կարծում եմ, որ այնուամենայնիվ այն ժողովուրդը, որը գրքեր է կարդում, ապագա ունի, գիրք կարդացող մարդկանց դժվար է մանիպուլացնելը, դժվար է ուղղորդել ստորություններ անելուն, հիմա սա լսելով կարող են մարդիկ որոշակի օրինակ դեր բերել, որ կարդացող ստահակներ եւս կան, ես համամիտ եմ ձեզ հետ, հարգելի բարեկամներ, այս առումով ուզում եմ հիշել մի հրաշալի ֆիլմ կա, Կանչուլովսկու կոչվում է Ռայ դրախտ, որտեղ SS-ի աֆիցերներից մեկը լսում էր Բրամս, կարդում էր Չեխով, բայց դա ոչ միայն լսում, այլ կարդում էր, այլ զնատոկն էր, ապրում էր այդ հեղինակների աշխատություններով, բայց դա չէր խանգարել, որպեսզի ինքը ընկնի Հիտլերի ազդեցության, նացիստների ազդեցության տակ, այսպիսի օրինակներ եւս կան, բայց այնուամենայնիվ հարգելի բարեկամներ, գիրք կարդալ պետք է, ի հեճուկս նրա, որ գիրքը կարող է թանկ լինել, ի հեճուկս նրա, որ
ժամանակ է պետք գիրք կարդալու համար, իր հեճուկս նրա, որ գիրք կարդալը փորձառություն է տալիս եւ նաեւ տխրություն է տալիս, ավելացնում է մարդու թախիցը, իր հեճուկս այդ ամենի պետք է գրքեր կարդալ, ուղղակի պետք է, հարգելի բարեկամներ, կարդացեք գրքեր, կարդացեք բարդ տեքստեր, կարդացեք երկար տեքստեր եւ այդպես դժվարությունները հաղթահարելը կդառնա ավելի դյուրին։